Բարև բոլորին, այսօր պատրաստելու եմ շատ համեղ և փխրուն կառակում։ Սկզբից պատրաստում ենք խմորը։ Վերցրել եմ 550 գրամ ալյուր, 250 գրամ մարգարին կամ կարագ, եթե ուզում եք։ Քերիչով անցկացնելու ենք։ Քերելուց հետո ալյուրի հետ միասին ձեռքերի օգնությամբ լավ տրորելու ենք այսպես, որ դառնա խորիզանման զանգված։ Այսպիսի զանգված ենք ստանում։ Հիմա ավելացնում ենք 1 թեյ գթալ փխրեցուցիչ, 1 թեյ գթալ վանիլին։ Փոսիկ ենք անում, այստեղ ավելացնում ենք 4 ծվի դեղնուց, սպիտակուցները առանձնացնում ենք, 4 ճաշի գթալ թթվասեր, սենյակային ջերմաստիճանում են բոլոր բաղադրիչները, 200 գրամ շաքարավազ, և հունցելու ենք լավ փափուկ խմոր։ Այսպիսի փափուկ խմոր ենք ստանում։ Հիմա բաժանելու եմ 2 մասի, մեկը մի քիչ մեծ, մյուսը փոքր։ Փոքր կտորը դնում եմ սառցախցիկ, լավ սառելու, որպեսզի հետո քերեմ։ Իսկ այս մյուսը թողնում եմ հանգստանա սենյակում։ Մեծ խմորը վերցնում ենք յուղաթղթի վրա, շատ հավասարաչափ տարածում ենք, ձեռքերի օգնությամբ, ինքը շատ ենթարկվող խմոր է։ Երկարությունը 40 սանտիմետր, լայնությունը մոտ 30 սանտիմետր, այս չափի է ստացվելու։ Հիմա կթողնեմ ձևամանի մեջ, մինչև մեր մյուս խմորը սառի։ Հիմա պատրաստում եմ միջուկը, 4 ծվի սպիտակուցը, հարելու եմ 150 գրամ շաքարի փոշիով, հարելու եմ հարիչով։ Վերջ պատրաստ է սպիտակուցը։ Այստեղ ավելացնելու եմ ծիրանի ջեմը 250 գրամ։ Լավ կխառնեմ։ Հիմա միջուկը տարածելու եմ խմորի վրա։ Հավասարաչափ։ Հիմա վրայից քերելու ենք սառած խմորը, հավասարաչափ այսպես տարածում ենք։ Ջեռոցը նախօրոք տաքացրեք, թխվելու է 180 ջերմաստիճանում, 40-ից 50 րոպեում։ Այսպես հավասար քերում ենք վրա։ Վերջ ուղարկում եմ ջեռոցը 40 րոպեից վերջնական տեսքը ցույց կտամ։ Արդեն եփվել է, վրայից էլ այսպես շաքարի փոշի ենք ցանելու։ Թող մի քիչ սառի, նոր կկտրատեմ, միջուկն էլ ցույց կտամ։ Ստացվել է անչափ համեղ եւ շատ փխրուն, դուք էլ պատրաստեք, ձեզ էլ դուր կգա։ Այսքանը բարի ախորժակ ցտեսություն։